Բարի երեկո մարզասեր հեռուստադիտողներ, մենք կրկին սպորտ կենտրոնում ենք։ Սովորաբար գյուղի երեխաներն ֆիզիկապես ավելի ուժեղ եւ դիմացկուն են։ Դա է պատճառը, որ գյուղում մարզված պատանիներն սպորտում ավելի շուտ են հաջողությունների հասնում։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Սևան գյուղական մարզական միության նախագահ, ազգային ժողովի падգամավոր Բազմասեր Առաքելյանին։ Բարի երեկո։ Բարի։ Պարոն Առաքելյան, սովորաբար ձեր ղեկավարած կազմակերպության սաները միջազգային մրցասպառազներում շատ հաջող են հանդես գալիս։ Մրցաշրջան 2014-ն ամփոփելով քանի մեդալ կարձանագրեք Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները միասին վերցրած բոլոր տարիքային խմբերում։ Ճիշտ ասած, Կարո ջան, մենք արդեն ամփոփել ենք 2014 թվականը Սևանի մարզական ընկերության։ Մենք ունեցել ենք մոտ 20-ից ավել հավաքականի անդամ, տարբեր տարիքային խմբերում հավաքականի անդամներ, մարզիկներ, 20-ից ավել մասնակցել են միջազգային մրցաշարերին, Եվրոպա, աշխարհ, օլիմպիական խաղերին պատանեկան, ունենք ընդհանուր 8 մեդալ, ոսկի, արծաթ, բրոնզ, մեծահասակներ, տարբեր տարիքային խմբերում։ Եթե 8-ն են, կարող եք թվարկել, թե ովքեր են։ Իհարկե կարող ենք։ Դա ծանրամարդ մեր օլիմպիական, պատանեկան օլիմպիական չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որը նվաճեց օլիմպիական ոսկին, հետո աշխարհ արծաթ, հետո Եվրոպա նորից ոսկի, դրանից հետո Վանիկ Ավետիսյան արծաթ Գեղակերտից նույն դպրոցից, Վանիկ ու Սիման նույն դպրոցից են, դրանից հետո եկավ Մխիթարյան Մխիթարը, սամբո արծաթ Ջրաշենի մարզադպրոցից, Պետրոսյան Էձիկը նորից բրոնզ Ջրաշեն սամբո, դրանից հետո Գրիգորյան Անուշը մենք ունեցանք եզակի դեպքեր գրանցված, աղջիկ աշխարհի չեմպիոն, շատ հեռանկարային մարզուհի, որի վրա մենք շատ ուշադրություն ենք դարձնում ու հետևողական ենք լինելու։ Գարիկը Բարսեղյան Ազատ Մշամարտից ու տենց կարելի է շարունակել։ Դե անկասկած ձեր թվարկածներից ամենատիտղոսակիրը Սիմոն Մարտիրոսյանն էր, մեր գերծանրքաշային ցանրորդը, ով ոչ միայն աշխարհի չեմպիոն եւ օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց, այլ նաեւ աշխարհի երիտասարդական բազմաթիվ ռեկորդներ այս տարի սահմանեց։ Օլիմպիական խաղերում հիշում եմ, երբ որ նա չեմպիոն դարձավ, երկրորդ տեղը զբաղեցրած սերբ մրցակցին գերազանցեց 51 կիլոգրամով։ Դա իրոք մեծ ահռելի տարբերություն է, որ գյուղում է մարզվում, ինչ պայմաններում է մարզվում մեր ձյուցազնը, որովհետև նման արդյունք արձանագրած մարզիկը պետք է լավ պայմաններում մարզվի։ Սիմոն Մարտիրոսյան մարզվում է Սևան մարզական ընկերության Սամաղարի այժմյան Գեղակերտի մարզադպրոցում Աշոտ Փիլոյանի մոտ, շատ խոստումնալից։ Մենք ճիշտ ասած, երբ որ մեկնեցին օլիմպիական խաղեր, մենք սպասում էինք, որ մեդալի գույնը դեղին է լինելու, չէինք հրապարակում, բայց ճիշտ ասած մենք մեր մեջ սպասում էինք, տեսնում էինք, որտեղ իր այդ պոտենցիալը մենք գիտեինք։ Ու մեր Սիմոնը հուսախաբ չարեց, մեր երկրին հուսախաբ չարեց, գնաց ու օլիմպիական ոսկին բերեց, հիմնը հնչեցրեց, այդ տղայի հետ կապված մենք շատ լուրջ նպատակներ ունենք, պատրաստում ենք Ռիո դե Ժանեյրո։ Աստծո հաջողությամբ ինձ թվում է Աստված շատ չհամարի պատանեկան ոսկին, թող Աստծո հաջողությամբ մեզ Ռիո դե Ժանեյրոյից նույն արդյունքով հետ գա ոսկիով։ Վատ արդյունք չէր նաև աշխարհի մեծահասակների առաջնությունում նրա գրաված 7-րդ տեղը, որովհետև 17 տարեկան պատանին հավասար կռիվ տվեց, կարելի ասել, մեծահասակների հետ եւ գրավեց 7-րդ տեղը, դա լուրջ արդյունք է։ Խոսենք Անուշի մասին, մեր բռնցքամարտի աշխարհի նորընծա չեմպիոնին երիտասարդների, ով է այդ աղջիկը, չկար, եկել հանկարծ այս տարի միանգամից աշխարհի երիտասարդների չեմպիոն, որտեղից եք գտել։ Ճիշտ ասած, Անուշը մարզում էր Մասիսի մարզադպրոցում, չկար ասելով իր շատ համեստ բնավորության պատճառով աշկի չի ընկել, բայց որպես մարզուհի, որպես գործող մարզիկ շատ ինքը պոտենցիալ հնարավորություններ ունի։ Ճիշտ ասած ավելի լավա չերևա ու միանգամից երևա, մեզ արդյունքը թող զարմացնի։ Էլ եմ ասում, նման մարզիկներ, ձեր ասած այ որ դուք շեշտեցիք գյուղից, ռայոններից, մարզերից, ես ինքս որ գյուղի ծնունդ եմ, գյուղում եմ ծնվել, մեծացել, հետո նոր տեղափոխվել, ես շատ լավ հասկանում եմ ինչի համար ունեն նման պոտենցիալ։ Այդ ինչի համար եմ ասում, սկսեմ ձեր առաջի հարցից, որտեղ այդ հարցը հնչեցրեցինք մենք, ինչու հենց գյուղերից են ծնվում նման մարզիկներ։ Ես էլ ինքս երբ մարզիկ էի,
գիտեմ գյուղի կյանքը, առավոտից իրիկուն սարերի, քարերի, ծառերի, եթե քաղաքի երեխաներին պետքա պարապացնես, պետք է ասես սար հելնեք, վազեք, ծառ հելնել, ապա մենք ծնվում մեծանում ենք հենց տվյալ միջավայրում, որ դու գյուղում ծնվեց մեծանաս ծառ չկարենաս, ես դա չեմ կարող մտածեմ, դες բան չի կարող լինի։ Դե դու գյուղում ծնվես ու չկարողանաս լողանալ, էլի չեմ կարող մտածեմ։ Եթե դու գյուղում ծնվես, ասենք չկարողանաս մագլցել գյուղի ամենաբարձր լեռնագագաթը կամ սարը, էլի չեմ կարող չմտածեմ, դες բան չի կարող լինի։ Իսկ մեր քաղաքի թող շատ բան չերևա, թող չնեղվեն մեր քաղաքի մարզիկները, երեխաները, երիտասարդները, բայց տարբերությունը, նրանց տարբերությունն ուրիշ է, գյուղին ուրիշ է։ Եթե մեզ մենք մաքսիմում կարող ենք բարձրացնել ամենաբարձրակ շենքը։ Ձեր մոտ հələ փշենք բարձրանալու համար, հələ ձեզ պետքա պարապացնեն, հələ ձեզ պետքա ասեն, որ ոնց ելնեք միամիտ չընկնեք այդ բարձրակ շենքից։ Չէ, լիֆտ կա, լիֆտ։ Վերելակից եք օգտվում։ Վերելակից եք օգտվում։ Ինձ թվում է իմ կարծիքով այդ ամենի մեջ է թաքնված գյուղի երեխաների սպորտային ապրելակերպն ու տարբերությունը քաղաքի երեխաներից։ Դրա համար մեր նշած մարզիկները, որոնք որ ունեն այսօր արդյունքներ մեր երկրի պատիվը բարձր են պահում, մեծամասնությունը գյուղից են, մեծամասնությունը գալիս է նրանից, որ ազատ միջոցներ ունեն մարզվելու։ Կարող ենք համարել, որ գյուղում ուղղակի հետաքրքրությունների շրջանակ այնքան լայն չի, որքան քաղաքում։ Այնտեղ լավ, բակից խաղացիր կարող ես նաև ձանձրանալ ստիպված գնում ես մարզման, իսկ քաղաքում ավելի շատ են հետաքրքրությունները։ Ճիշտ ասած, ես ուրիշ ձևակերպեմ ձեր հարցի պատասխանը։ Գյուղում առօրյա հոգսեր, առօրյա զբաղմունքներ կան, բայց ես մի բան չասեցի, կարող եմ ավելացնել, որ այ քաղաքի երեխաներն էլ տարբերվում են մեր գյուղի երեխաներից ինչով։ Քաղաքի երեխաները մի տեսակ տեխնիկապես են զարգացած, գյուղի երեխաները ֆիզիկապես են զարգացած, քաղաքինը տեխնիկապես։ Այ ես չեմ բացառում, որ ձեր ասած այդ լիֆտով շենք ելնելն էլ կապ ունի, դա փոխաբերական իմաստով եմ ասում իհարկե, որ դուք լիֆտից սկսեցիք։ Կարող է գյուղի երեխեն այդ տարիքում գալ լիֆտի կոճակի տեղը չիմանա ոնց սեղմի լիֆտը, ոնց կարելի է հելնել։ Դրա համար ինչեւ ամեն դեպքում եւ այնա օգտակար, եւ այնա օգտակար է, երբ որ գալիս է մի տարիք, որ տեղափոխվում են գյուղից Երևան, ես ին վրա եմ դա ասում, ես էլ եմ այդ տեից սկսե, արդեն գյուղ քաղաք խառնվում է իրար ու դուրս է գալիս նման մեդալներ։ Այո, որակը ավելի բարձրանում։ Որակը բարձրանում է, դուրս է գալիս նման մեդալներ։ Սովորաբար այդպես էլ լինում է, ֆիզիկապես ավելի ուժեղ գյուղի պատանիներին շատ արագ վերցնում եւ տեղափոխում են Երևան, սկսում են այստեղ մարզել, օլիմպիական քոլեջում են պահում, ուսանում են այնտեղ։ Մի խոսքով քաղաքում մասնագետները միգուցե ավելի շատ են եւ ֆիզիկապես պինդ ուժեղ երեխայի վրա աշխատելով շատ արագ արդյունքի են հասնում։ Ճիշտ է։ Ես նորից պատասխանեմ, ավելի ընդհարցակվեմ, եթե դու բնածին տաղանդ չես գյուղի մարզիկների մասին է խոսքը ու եթե բնածին տաղանդ ես, կապ չունի Երևանում ես պարապում, թե գյուղում ես պարապում ու բնածին տաղանդներ բոլորս գիտենք շատ քիչ կա։ Տաղանդ չլինելով տեղափոխվում ես Երևան, ճիշտ եք դուք նկատե, գյուղի մարզումներն ուրիշ մակարդակի վրա են, քաղաքի մարզումներն ուրիշ մակարդակի վրա են։ Ես ըմբշամարտի վրա օրինակը բերեմ, ասենք, երբ որ դու պարապում ես գյուղում, ասենք շատ կարա լինի մի քանի գյուղի երեխաներ տվյալ դահլիճում են պարապում, մեկը մեկի հետ տենց շատ տենց։ Իսկ երբ որ դու տեղափոխվում ես Երևան, ասենք օրինակ կարամ բերեմ Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում, ես ընտեղ եմ սովորել տարբեր գյուղերից եկած, պլյուս քաղաքը տարբեր մարզադպրոցներից եկած, խառնվում են իրար, դառնում են ամեն մեկը մի տեխնիկա ունի, ամեն մեկը մի տակտիկա ունի, ամեն մեկը իր ֆիզիկապես ուժով է բնորոշ։ Մեկը մեկի հետ ամեն ձև որ պարապում ես, դառնում ես արդեն բազմակողմանի աճը նկատելի է լինում։ Աճը միանգամից նկատվում է։ Միևնույն ժամանակ մրցակցությունն է ծնում այդ որակը։ Դա մրցակցությունը շատ ուժեղ է լինում քաղաքում, այն ձեր ասած քոլեջում կամ ուրիշ մարզադպրոցներում։ Սևան մարզական միության մարզիչներն ու մարզիկները կարծես կոտրել են այն կարծրատիպը, որ կարևորը պայմաններն են, որովհետև այն պայմաններում ես իհարկե տեսել եմ, դրա համար եմ ասում, այն պայմաններում, որտեղ մարզվում են գյուղի երեխաները հեռու են բավարար լինելուց, բայց արդյունք են տալիս։ Ձեր ղեկավարած կառույցը ինչ որ քայլեր ձեռնարկում է, որպեսզի գյուղի մարզիկների համար բարելավեն պայմանները մարզումային։
Կարո ջան, ես օրինակ կբերեմ հենց Սիմոնի մարզված մարզակառույցից, դա Սևան մարզական ընկերության սեփականությունն է։ Բայց եթե դուք գնաք այնտեղ նայեք պայմանները, դուք չեք մտածի, որ կարող է տեղից ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիրներ դառնան, աշխարհի չեմպիոններ դառնան, որովհետև շատ անմխիթար վիճակի մեջ է։ Բայց ինչևէ, մենք այս 2015 թվականի պետական աջակցություն ստացանք ասելով միջնաժամկետում ներկայացրել ենք, որ իհարկե կառավարության պատվերով ներկայացրել ենք, որ միջնաժամկետում վերանորոգվի Սամաղարի այժմյան Գեղարքեշտի մարզադպրոց։ Հիմա տեսնենք, պետության առաջ բազմաթիվ խնդիրներ են ծառացած, ինձ թվում է խնդիրները չեն խանգարի, որ նման դպրոցին, նման մարզադպրոցին 15 թվի մեր այդ նպատակը իրականացնել, որտեղ դա շատ պետք է թե մեզ, թե մեր պետությանը, թե մեր մարզիկներին։ Դուք սպորտսմեն եք, մարզիկ եք, գիտեք, որ ճիշտ է պարապել, ձգտել մի ուրիշ բան է, բայց եթե պարապել, ձգտել արդեն սարքած, լավ պայմաններում, դա նաև տրամադրող է։ Տրամադրող է, այո։ Հիմա մենք ուզում ենք այդ անպայման այդ կառույցը սարքենք, վերանորոգենք, իսկ մնացածի մասին կարող եմ ասել, մեր հիմնական մեր մարզադպրոցի սաները պարապում են հանրակրթական մարզադպրոցներում, համայնքային մարզադպրոցներում, իհարկե մեր մարզիչների մոտ, մեր մարզիչների հսկողության տակ կան անվարձատույց հանձնած շենքեր, որոնք որ մենք վերանորոգել ենք Օլիմպիական կոմիտեի նախագահի տրամադրած միջոցներից, օրինակ Աբովյանի դպրոցում մենք մասնաշենք վերցրեցինք, Օլիմպիական կոմիտեի նախագահան մեզ գումար հատկացրեց, հիմա երևի գարունը կպրծնենք այդ ամեն ինչից, դա կդառնա բոքսի մասնագիտացված մարզադպրոց։ Մի խոսքով ու տենց շարունակ, եթե կլինեն հովանավորներ, որ կարանք հովանավորներով անենք, իհարկե բոլորս էլ գիտենք Ծառուկյան Գագիկով միայն չի լինի։ Ծառուկյան Գագիկ այնքան խնդիրներ ունի, բայց զուգահեռ նաև օգնում է գյուղական սպորտին։ Եթե ուրիշ հովանավորներ կլինեն, նորից տենց կանենք, իսկ եթե չէ, կմտածենք այլ ճանապարհներ։ Իհարկե, Աստված թող մեր երկրի վիճակը այնքան լավանա, որ սկսենք պետական միջոցներից օգտվել։ Դուք նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն եք, մեր ըմբիշները իհարկե ամեն տարի մեզ ուրախացնում են իրենց հաջողություններով, բայց արդեն, եթե չեմ սխալվում, 4-րդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվում ըմբիշ, այս տարի 10 լավագույնների շարքում 4 ըմբիշներ էին։ Ըստ ձեզ ո՞րն է ըմբիշների ըմբշամարտի ֆեդերացիայի հաջողության գրավականը, որովհետև այնպես չի, որ մյուս մարզաձևերը քիչ ավելի մասսայական են։ Մյուսներն էլ պակաս չեն, բայց արդյունք տալիս են ըմբիշները, որն է հաջողության գրավականը։ Ես ձեր հարցի պատասխանը նման կերպ ձևակերպեմ, սկսեմ նրանից, որ թող ինձ ներող լինեն բոլոր մարզաձևերի ֆեդերացիաները, բոլոր մարզաձևի մարզիկները, մարզիչները, բայց ես ինքս էլ լինելով ըմբիշ, ինչի համար եմ ուզում առանձնացնեմ եւ ինչի համար եմ ուզում նման ձև պատասխանեմ ձեր հարցին, որտեվ ըմբշամարտը դա մի ընտանիք է, որ ցանկացած սպորտաձևից, մարզաձևից տարբերվում է ինչով։ Դուք երևի գիտեք, որտեղ դուք եք ըմբիշ, մեր մոտ դա ընտանիք է։ Մեր մոտ եթե մեկից խնդիրը կապ չունի մարզական, կլինի անձնական, կլինի ընդհանուր, մենք մի ամուր հավաքված ենք իրար դեմ, իրար կողք ենք, կապ չունի ինչ խնդիր է սպորտային, ինչը կապ չունի։ Ու հիմնական պատճառը նրանում է, որ մենք համագործակցում ենք ֆեդերացիա, Օլիմպիական կոմիտե, սպորտի նախարարություն։ Եթե մարզաձևը ես այս երեքի հետ համագործակցությունը պահեց, ուրեմն կհասնի հաջողության։ Դրանից սկսում է հաջողության գրավականը մեր, դրանից է սկիզբ առնում։ Բայց մենք դրանից դուրս նաև ընկերներ ենք, սպորտից, ֆեդերացիայից, օլիմպիականից, նախարարությունից դուրս նաև ընկերներ ենք, մարզումներից դուրս ընկերներ ենք, մենք ապրում ենք մեկս մեկի հոգսով, ես ինչի համար եմ մեկս մեկի ինձ էլ հետը խառնում դրանց հետ, որովհետև ինքս արդեն 25 տարի զբաղվել եմ այդ նույն մարզաձևով, հիմա էլ համակարգում եմ ըմբշամարտի ֆեդերացիայի քարտուղարությունը, դրա համար գաղտնիքներ կա բացեմ, որ եթե մնացած մյուս մարզաձևերի մոտ նման բան չկա, խորհուրդ կտայի, որ դից սկսեն։ Մենք մեկս մեկի դարդով, ցավով տարապում ենք, օգնում ենք իրար, դրանից մեր ամեն ինչը սկսում է։ Դրա համար
արդյունքը լինում է, որ աշխարհի չեմպիոններ, էնել մի մրցաշարից երկու աշխարհի չեմպիոն, անցած տարի Դավիթներ Սաֆարյան աշխարհի չեմպիոն դարձավ եւ ընդգրկվեց 10 լավագույնների առաջի համարը։ Այս տարի նորից Ունարոմեական առաջի համար, երկրորդ համար Ունարոմեական, հետո ազատ ոչ երկու Գրիգոր Գրիգորյանն, Գարիկներ Բարսեղյան 10 լավագույնի մեջ ընդգրկված էր։ 10 լավագույնի մեջ 4 ըմբիշ դա արդեն ինձ թվում է տեսանելի արդյունք։ Փաստորեն մի ընտանիքի պես կուր կոլեկտիվ դրան գումարած նաև թիմային աշխատանք համագործակցելով Օլիմպիական կոմիտեի եւ սպորտի նախարարության հետ ֆեդերացիա բնական Շամարտի ֆեդերացիայի համագործակցություն եւ այս ամենը ծնում է մեծ հաջողություններ։ Կուզեի մի բան էլ ավելացնեի, եթե մենք շեշտեցինք Շամարտի ֆեդերացիա, Օլիմպիական կոմիտե, սպորտի նախարարություն, ես կուզենայի առանձնացնել նման կազմակերպությունների նախագահներին, որտեղ ահագին ծանրակշիռ ինչ-որ մի բան իրանցից էլ է գալիս, Կարապետյան Սավել ֆեդերացիայի նախագահ, բոլորը շատ լավ ճանաչում ենք Հայ ազգի բարերար, ու մեծ գումարներ չի խնայում Շամարտի վրա, հետո գանք Օլիմպիական կոմիտե, Գագիկ Ծառուկյան, որը որ անմնացորդ նվիրված թե Շամարտին, թե մյուս մարզաձևերին, որ չեղած պայմաններում այդքան գումարներ ներդնել ու մենք չենք կարող նման մարդկանց պրոստը չարդարացնենք իրենց հույսերը։ Օրինակ Օլիմպիական կոմիտեն ինչի համար է, մի քիչ ընդհարցակվեմ, հիմա հենց զբաղված է մարզերում, տարածքներում օլիմպիական գաղափարներ, առողջ ապրելակերպ, հենց դրանից ծնվում են պրոֆեսիոնալ մարզիկները։ Մարզային կառույցները ստեղծում, Սյունիքում ստեղծեց, Գյումրիում ստեղծեց, Շիրակի մարզում ստեղծեց, Լոռիում ստեղծեց, ինձ թվում է սենց շարունակական կգնա բոլոր մարզերը։ Իսկ դրանք արդեն մենք տենում ենք, որ մարզերում օլիմպիական օրեր են նշում, գաղափարները տարածողները, իհարկե շատ ճիշտ էլ ընտրել են մարզային կառույցի ղեկավարներին, բոլորին ճանաչում են, բոլորի հետ համագործակցում են։ Դա երևի արդեն քայլ է։ Օլիմպիական կոմիտեի նախագահի հովանավորությամբ ժամանակակից ոչ միայն մարզադպրոցներ, այլև մարզաբազաներ են կառուցվում մարզերում։ Գյումրիում է հաջորդ տարի շահագործման հանձնվելում, Երևանում օլիմպիական ավանը Սյունիքի մարզում է լինելու։ Մի խոսքով կարծում եմ, որ մեր մարզերում սպորտը կարճ ժամանակում ավելի շատ կզարգանա եւ ավելի շատ չեմպիոններ կմատակարարի քաղաք։ Կարո ջան, դա մեր ժողովրդին տեսանելի է, որ ամեն օր, ամեն մրցումից մրցում, պաշտոնական մրցումների մասն եմ ասում, տեսանելի է մեդալների գույնը, մեդալների քանակը, որ ավելացում են։ Ես մենակ մի բան կուզենայի նշել, որ այն մեր մարզիչները, հավաքականի գլխավոր մարզիչների մասին եմ ասում, որտեղ իրենք էլ անմնացորդ նվիրված են, որտեղ նախ իրենք ունեն պատասխան տալու Օլիմպիական կոմիտեի նախագահի առջև, համապատասխան ֆեդերացիայի նախագահի առջև, սպորտի նախարարի առջև, բայց եթե մարզիչները աշխատում են, եթե բերում են մեդալներ Եվրոպայի առաջնությունից, հանկարծ միամիտ աշխարհի առաջնությունը սպորտ է, բոլորս է շատ լավ գիտեն, կարա մի տարի լինի, կարա մի տարի չլինի, միամիտ հանկարծ տվյալ մարզիկը, որ վատ հանդես եկավ, իմ համար դա անընդունել է, որ փնովել, այ պրավալ, այդ չեմ ընդունում։ Եթե մարդը Եվրոպայի մեդալ բերում է, մի ամիս հետո ասենք աշխարհը լավ չի մասնում, իհարկե կան մեղավորներ, կան բացթողումներ, կան, պետք է դա ամեն ինչ շտկել, ֆեդերացիոն էլ է շտկում, Ծառուկյանն էլ կանչում իր մոտ ամեն ինչ, որ համապատասխան սա ամեն ինչ արվում է, բայց ես չէի ուզենա, որ եթե միամիտ մարզիչը կամ մարզիկը սայթակեց, ես չէի ուզենա, որ սարքեինք խնդիր, սարքեինք խնդրեմ, Թակարակը կուզենամ, եթե Դավիթը Սաֆարյան անցած տարի մեզ ինչքան ուրախացրեց, ճիշտ է, աշխարհի չեմպիոն դառնալով, բայց ինչ-ինչ պատճառներով, ես չեմ ասում, որ Դավիթը ճիշտ է, Դավիթը պետք է, ինչ-ինչ պատճառներով սպորտաձև է, այն էլ Ազատ Նմիշամարտը, որ աշխարհում ամենադժվար սպորտաձևից ու ամենապոպուլյար սպորտաձևերից է, ինքդ դու լավ գիտես, եթե միամիտ ասենք մարդը պատրաստ չի կամ ինչ, ես իրան չեմ ասում, որ ինքը ճիշտ է, չի կարելի, որ իրան ասենք, վայ, վсё, ինքը բրծավ։ Անթակարակ մենք քաջալեր ենք, պետք է ասենք։ Բան չեն ասում, ուղղակի փորձում են հասկանալ որն էր խնդիրը, որ անցած տարվա Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնն այս տարի սայթակեց, հետո պարզվում է, որ վնասվածքներ ուներ, ամբողջովին չէր ապաքինվել, բայց դա մեր Ազատ ոչինչ Շամարտի
թիմի ներկայացուցիչներն էլ մեզ ուրախացրեցին, այս տարի Եվրոպայի առաջնությունից 2 մեդալ բերեցին, 3 մեդալ ներողություն, Մուսամոդ Դրա համար տասնյակում այսօր ազատ ոչել ունենք երկու։ Այո, 3 մեդալ Եվրոպայի առաջնությունից վատ արդյունք չի։ Աշխարհի առաջնությունը դա ինչ արես, մարզական բախտը երես էր թեքել, հուսանք որ հաջորդ տարի անպայման կշտկվի, առավել եւս որ հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը նախաօլիմպիական է եւ որտեղ նաեւ օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու։ Մի բան ասեմ նոր ձեր հարցը չմոռանաք։ Այդքան ասեցինք, ամենակարևոր բանը չասեցի, ինչի համար է դա ասում։ Ինչի համար հիմա մենք այդպես շատ լավ բան ենք անում, որովհետեւ աշխարհի առաջնությունից հետո ճիշտ է եղան բաներ, բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆեդերացիայի նախագահին ու օլիմպիական կոմիտեի նախագահին, որ այդքանից հետո մարդիկ ոչ թե մնացածի նման սկսեցին բան, sense մարդիկ հասկացան, որ վնասվածքներ, ծանր սպորտաձև հնարավոր է որ տենց լինի ու փնովելու տեղը մեր մարզիկներին, այդ մարզիկներին, որ աշխարհարությունից սպասում էին ու չեղավ, հակառակը քաջալերեցին եւ այդ քաջալերելը ստիպեց, որ հիմա, հենց հիմա մարդիկ շատ ամենայն լրջությամբ պատրաստվում են, եթե իհարկե կգնանք եվրոպական խաղերին Բաքվում դրան, իսկ եթե ոչ պատրաստվում են ամենայն լրջությամբ ձեր ասած աշխարհի առաջնությանը, որտեղ շատ կարևոր աշխարհի առաջնությունը հիմա երևի կանադան։ Իրոք շատ կարևոր աշխարհի առաջնություն է, որովհետեւ սա առաջին ստուգատեսն է, որտեղ խաղարկվելու են Ռիո 2016-ի ուղեգրեր Լաս Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությունը մշամարտի սեպտեմբերին հաջորդ տարվա դուք որպես ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ այս մարզաձևի գիտակ ինչ է կարծում Ռիոյում մենք քանի ըմբիշ կունենանք երկու ձևերը միասին հունարոմեական եւ ազատ ոչ Կարո ջան նախ նշեմ որ բացի աշխարհի առաջնությունից որտեղ որ ուղեգրեր են խաղարկում կան նաեւ առաջինը աշխարհն է որ հարցը տվեցիք ինչքան հիմա ասեմ նախ չեմ ուզում ասեմ ինչքան որտեղ դա մի քիչ չեմ համարում ճիշտ ու կոռեկտ որ հələ մարդիկ պատրաստվում են հələ մենք ահագին ժամանակ ունենք բայց որ նայում եմ ըստ քաշային կարգերի մեր պոտենցիալի մենք սպասում ենք որ բոլորն էլ այսօր ցանկացած քաշ հնարավորություն ունի առաջի հենց աշխարհի առաջնությունն է դե բնականաբար առաջինը հենց այդտեղից էլ միանգամից օլիմպիական ուղեգիր ձեռք բերի եւ ինչու՞ չէ նաեւ մեդալներ բայց քանի որ շատ կարեւոր աշխարհի առաջնություն է որտեղ որ սաղ աշխարհում ֆիքսված են հենց այդտեղից ուղեգիր տանելու համար դժվարանում են պատասխանել որովհետեւ ամեն սպորտ իր նրբություններն ունի ամեն սպորտ իր խնդիրներն ու խնդիրներն ու դժվարություններն ունի հենց այդ միջոցառման համար եմ ասում դրա համար դժվարանում եմ ասեմ քանի հատ ու կամ ով դա աստված որ մենք բոլոր քաշային կարգերից ունենանք հենց աշխարհի առաջնությունից Դե ինչ շնորհակալություն իրոք դա աստված որ մենք կարողանանք ամբողջ թիմով մասնակցել Ռիոյի օլիմպիական խաղերին 2016 թվականին եւ այնտեղ էլ ունենանք չեմպիոններ Հիշեցնեմ, որ մեր հյուրը ազգային ժողովի պատգամավոր Սևան գյուղական մարզական միության նախագահ Բազմասեր Արաքելյանն էր։ Մեզ հատկացված եթերաժամը սպառվեց, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն ժամին։ Ցտեսություն։